Եվ վերջում նշենք վարչական ռեսուրսը նաև տեղեկատվական ռեսուրս է եւ պետք է նշել, որ հանրային հեռարձակողը, հանրային հեռուստաընկերությունը կողմնակալություն է դրսևորել լուսաբանման ընթացքում, մասնավորապես նախընտրական պաշտոնական ժամանակահատվածից առաջ անհամաչափ լուսաբանում է տեղի ունեցել եւ բնականաբար էլի քաղաքացիական պայմանագիր կուսակցության օգտին եղել է քարոզչություն, իշխանության ներկայացուցիչները ավելի հաճախ ելույթներ են ունեցել, հարցազրույցներ են տվել, ընդհանուր մինչև նրանց Facebook-յան ստատուսներն են ընթերցվել ՀՄԿ-ի եթերով եւ սա եւս վարչական ռեսուրսի շարաշահում է։ Խոսելով թափանցիկության սկզբունքի մասին, անպայման արձանագրում ենք ֆինանսավորման թափանցիկությունը, մենք ուսումնասիրել ենք ֆինանսական հայտարարագրերի կուսակցությունների կողմից ներկայացված եւ մի քանի խնդիր արձանագրենք, ճիշտ է դրանց մի մասը դեռ պիտի հրապարակվի եւ մենք հետազոտենք, բայց արդեն առկա տեղեկատվության հիման վրա ֆիքսենք, որ բազմաթիվ շտաբային տարածքներ են ունեցել կուսակցությունները, բայց դրանք իրենց հայտարարում դրանց ծախսերը ներկայացված չեն, մասնավորապես ապրելու երկիր եւ քաղաքացիական պայմանագիր ու նաև մեծ գովազդների վրա մեծ գումարներ են ծախսվել քաղաքացիական պայմանագրի կողմից, որոնք անգամներ ավելի քիչ են հայտարարագրվել եւ մեկ ուշագրավ դեպք Մայր Հայաստան դաշինքի դեպքում, երբ տեխնացուները մուտքեր են արել հիմնադրամին, բայց իրենց գույքի եւ եկամուտների հայտարարագիր ուսումնասիրելիս հասկանում ենք, որ չունեին այդքան եկամուտներ, զբաղվածություն չունեին առհասարակ, որպեսզի կարողանային յուրաքանչյուրը կես միլիոն դրամի չափով ներդրումներ կատարել։ Հայտարարագրերի առաջին մասն է հրապարակվել, երկրորդ մասին դեռ սպասում ենք, առաջին մասում չկան ծախսեր շտաբերի հետ կապված քաղաքացիական պայմանագրի եւ ապրելու երկրի կողմից։ Այսքանը նախընտրական քարոզարշավի մասին, հիմնական սկզբունքների թերացումների մասին, որոնք մեզ հիմք են տալիս դժգոհություն ունենալ process-ի որակից եւ արձանագրել, որ չնայած մրցակցային պայմաններին որոշակի խնդիրներ այստեղ ունենք, բայց ամեն դեպքում հիմա գալով քվեարկության օրվան նաև խոսենք, թե ինչպես է դա արագացել քվեարկության օրվան վրա։